Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը մենք սիրով պատրաստել ենք ձեր համար հին կտակարանից, ինչպես գիտեք, արդեն բազմաթիվ ամիսներ է, որ շարունակում ենք մեր ուսումնասիրությունները, չորեքշաբթի օրերը իհարկե առակների գրքից։ Այս չորեքշաբթի 13-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 7-ից 8 համարները։ Վերնագիրն է ունեցվածքը ցույց մի տուր։ Եկեք տեսնենք Սուրբ Գիրքը մեզ ինչ է սովորեցնում ընդհանրապես ցուցադրական կամ ցույց տալու հետ կապված։ Ուրեմն ասեմ ձեզ, որ Աստված սովորեցնում է հմուտ կերպով վարվենք մեր ունեցվածքի վերաբերյալ եւ զգուշ լինենք, որ ամեն տեղ մեր ունեցվածքը ցույց չտանք։ Իրական վտանգ կա մարդկանցից, քանի որ մարդ մեղավոր է եւ սիրտը չարություն է խորում։ Ինչպես որ գիտենք, ամեն բան, ամեն տեղ չի կարելի խոսել եւ նույնպես ամեն տեղ հարստությունը չեն ցույց տալիս։ Իհարկե մեր համար կարևոր է, որ հասկանանք ինչ նպատակով կամ ինչ պատճառով է Սուրբ Գիրքը մեզ այսպես սովորեցնում։ Եկեք ուրեմն սկսենք կարդալ 7-րդ համարը եւ մեր ուսումնասիրությունը, սերտողությունը սկսենք։ Ուրեմն 7-րդ համարի մեջ գրած է մարդ կա, որ իրեն հարուստ է ձևացնում եւ ոչինչ չունի, իրեն կարիքավոր ձևացնող կա, որ շատ ունեցվածք ունի։ Լավ, ըստեղ Աստված ինչ է սովորեցնում, ինչ է բացատրում։ Բացատրում է, որ հմուտ եւ իմաստուն մարդը այստեղ անտեղի չի ցույց տալի իր ունեցվածքը, առավել եւս ուրիշներին ոչ մի բան ապացուցելու նա չունի։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է այն, որ անկախ թե որ ժամանակում կամ դարում ենք ապրում, հարուստ մարդուն միշտ էլ ուրիշ աչքով են նայել։ Ուրեմն հարուստին առավելություն են տալիս ու նա աչքի է ընկնում։ Իհարկե սա էլ ամեն տեսակի վտանգների է ենթակա։ Հենց այդ պատճառով իմաստությունը մեզ թելադրում է, իհարկե Աստծո խոսքը, որ հարստությունը հարկավոր է քողարկել։ Որովհետև տեսեք, ուրեմն այն անձնավորությունը, որ չունի եւ ուզում է ցույց տա, որ ունի, նա այն անձնավորությունն է, որ կարիք է զգում հաստատվի, ինքնահաստատվի կամ մարդկանց կողմից նա սիրվի եւ մարդկանց կողմից նա ընդունվի։ Իսկ այն մարդը, որ ամեն ինչ ունի, դրա կարիքը չունի։ 8-րդ համարի մեջ տեսնենք ինչ է ասում է մարդու կյանքի փրկանքն իր հարստությունն է, բայց աղքատը կշտամբանք չի լսում։ Այս համարի մեջ էլ շեշտում է իրական վտանգները, բացատրում է, որ աղքատին չես կարող վախեցնել եւ ոչ մի բան նա չունի կորցնելու, իսկ հարուստը շատ բան ունի կորցնելու, հենց այդ պատճառով էլ հարուստը հանգիստ չունի։ Սա է մեր համար կարևոր, որ հասկանանք։ Առաջի հերթին մենք լինենք իմաստուն եւ չնայենք ուրիշների, որպիսի ուրիշներից մենք ինքնահաստատվենք նրանց հավակնությամբ կամ եւ այլն։ Եվ մենք նայենք, որ Աստված մեզ արժանի գտնի եւ արժանի գտնելը ինչպես է լինում Աստծո համար, այն մարդը, ով Հիսուսին ընդունում է որպես Տեր եւ Փրկիչ, նա է ընդունված երկնավոր Հոր կողմից։ Այնպես որ մեր համար միակ կարևոր էությունը, որի համար մենք ձգտում ենք եւ որի համար մենք ապրում ենք, այն էլ Աստված է։ Ուրեմն կարիք չպետք է ունենա քրիստոնյա անձնավորությունը ուրիշներին հաճոյացնելու, ոչ էլ ձևացնելու այն ինչ որ նա չի։ Նաև ասեմ ձեզ, հպարտության հարցել է այստեղ առաջանում, որովհետև ով է ուզում, որ իրան ձևացնի, որ հարուստ է, այն մարդը, ում դուր չի գալի կամ մտածում է թերի է ուրիշներից, ինչի պետք է ուրիշը ավելի լավ ու ավելի բարձր թվա, իսկ ես ցածր թվամ, չէ՞, ուրիշների աչքերի առջև։ Սա է գլխավոր միտքը։ Ում ես փորձում հաճոյանալ, սա է հարցը։ Ու դրա համար Աստծո խոսքը շատ հստակ կերպով բացատրում է, որ հարուստը
ավելի վտանգի առջև է եւ այն հարուստը նամանավանդ, որ քողարկում է իր հարստությունը, նա պետքություն չունի ուրիշներից ինքնահաստատվի։ Ուրեմն նաև ասենք, որ իր հարստությունը հիմնված չի ուրիշների վրա եւ ուրիշներին ցույց տալու համար։ Սա էլ կարող ենք մենք ընդունենք Աստծո խոսքից։ Ուրեմն ինչ է պետք կոնկրետ մենք արձանագրենք։ Առաջինը՝ ապրի դու քո Աստծո համար եւ ինչ էլ որ Աստված տալիս է օրհնանքների տեսքով, օրհնանքների ձևով, այսինքն մեզ օրհնում է նաև, ասենք, գումարային առումով, ֆինանսներով, մենք էդի չօգտագործենք վատ նպատակների եւ չար նպատակների համար, այլ օգտագործենք դա Աստծո արքայության համար։ Երբեք չլինենք այն աղքատը, որ ձևացնում է հարուստը, որովհետեւ մենք ոչ մի բանի հաստատելու կամ ապացուցելու պետքություն չունենք։ Ուրեմն այս չորեքշաբթի օրվա քարոզը սերտողությունը այսքանն է, աղոթում ենք Աստված ձեզ օրհնի։ Ամեն։